եւ շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ մեր խնդիրներով էլի ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ես այդ թեմայի մասին խոսել եմ, սկզբից շատ զգույշ, հետո ավելի ոչ զգույշ, հետո հուսահատվել եմ ու չեմ խոսում ընդհանրապես, որովհետև պետք է արձանագրել, որ իհարկե երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ, բայց նաև կան շինարարական նախագծեր եւ շինարարական հրապարակներ, որ մտնում ես, ասում, այդ մարդկանց նայում ես, ասում ես, բայց ինչի էլի։ Ինչի, այսինքն ինչի կարա, ոնց է սա հնարավոր 21-րդ դարում, ասենք լավ, ոնց է սա հնարավոր, ոնց կարելի է սենց աշխատել, ոնց կարելի է սենց մոտենալ հարցին, եւ մենք բոլոր շանսերը տվել ենք, մենք պետք է այնպես անենք, այդպես գործող ընկերությունները ուղղակի փակվեն եւ դաշտից դուրս գան։ Այլ կոմպրոմիսների տեղ մենք չունենք։ Պետք է շատ հատուկ գործել եւ որովհետև դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ոլորտ է, մանավանդ մեր այսօրվա ծավալների մեջ եւ ընդ որում պետք է նաեւ արձանագրել հարգելի գործընկերներ հետեւյալը, որ մենք ունենք բոլոր տվյալները հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում, էականորեն ավել, եւ նաեւ սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներին, այսօր մեր համայնքները, ըստ էության մի համայնքը կարող է եւ այդպես էլ կա սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնի, ինչպեսին ասենք 2019 թվականին երկու մարզ իրար հետ ներկայացրել, այսինքն մենք այսօր այդպիսի իրավիճակ, այսինքն 2019 թվականին կարող է երկու մարզի ցուցանիշները այսօր տեղավորվում են մի համայնքի ցուցանիշի մեջ եւ սա իհարկե այդ չի նշանակում, որ համայնքների բոլոր ծրագրերը հաստատելու ենք, բայց ինքը թիվը շատ ինդիկատիվ է եւ ընդհակառակը մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պիտի դնենք բովանդակային առումով որակի վրա եւ շինարարական առումով որակի վրա։ Հիմա խնդրեմ Արագածոտնի մարզպետ